Հարկ Նժդեհին, այս եթերս նվիրելու եմ Ամերիկայի քաղաքականությանը, Ամերիկայի Թրամփի ձեռքով կազմակերպվող քաղաքականությանը։ Ամիսներ առաջ Թրամփը, որը սկսեց այդ կատակություններն անել, չէ, Կանադան համարելով 51-րդ նահանգ, Գրենլանդիան վերցնելու ցանկություն հայտնեց բան, չէ, անլուրջ բաներ են իրականում, որ խորանում են, չէ։ Ես ասացի, որ եթե Թրամփ այսքան բանից հետո մնում է Ամերիկայի նախագահ, ուրեմն Ամերիկան ինչ-որ հաշվարկ ունի Թրամփի հետ կապված։ Եվ խնդրեմ, ասենք, այս Մադուրոյի դեպքը, Ռուսաստանի տանկերի դեպքը, տեսնում եք, չէ, ինչ էր անում, բանը, Քաթարի բանի, այդ անդեր Իսրայելի վարչապետի հանգարցագի, որը հրավիրել էր Օվալաձև սենյակ, չէ, Իսրայելի վարչապետին, հրավս վերցրեց, զանգեց Քաթարի ղեկավարին ու տվեց Նեթանյահուին, ասեց ներողություն խնդրի, որովհետև ինքը այնտեղ հարվածել էր բանի հետ կապված, երբ որ գնացել էին այդ զինադադարի կամ ինչ-որ բան պայմանավորվելու Պաղեստինի հարցով, Իսրայելը հարվածել էր։ Մարդկանց սպանեց, շենք ավիրվեց։ Հասկանում եք, այսինքն աշխարհը, քանի որ, ասենք, օրինակ Բայդենը երբեք իրեն նման, ասենք, կերպ չէր պահի, որովհետև ինքը 40-50 տարի սենատներում, կոնգրեսներով անցած մարդ էր, նա լուրջ մարդ էր, ծանրակշիռ, դիվանագետ։ Հասկանում եք, օրինակ, ինքը երբեք Ռուսաստանի հետ այդ ոճով չէր խոսի, ինչ որ հնի Թրամփն է խոսում, չէ, ասենք, Մադուրոյի հետ դենց կարողա չվարվեր, այդ Իսրայելի հարցումը դենց բաներ չաներ, Պարսկաստանի հարցում կարողա դες բաներ, Եվրոպայի հարցում կարողա չաներ։ Բայց Ամերիկան հասկացավ, որ ինքը որպիսի ժողովրդավարությունից դուրս գործողություններ անի, եւ այդ գործողությունները ոչ թե մնա Ամերիկայի վրա, այլ մնա այդ տվյալ ղեկավարի վրա, իրենց հարմար տեխնացուն խեղկադակ Թրամփն էր։ Մեզ այս ինչի համար եմ նաև ասում, որովհետև ես որ ասենք Ռուսաստան-Ամերիկա հակամարտությունից խոսում եմ, այնտեղ մարդկա գրում է Պուտինն ու Թրամփը պայմանավորված փուրը տվին, ասենք Ասադին, Պուտինն ու Թրամփը պայմանավորված փուրը տվեցին Զելինսկուն, հա, Հայաստանը, Մադուրոյին։ Հիմա այդպես գրող, ասենք, կամ էլ գրում են Ռուսաստանը ծրագրավորված, Մադուրոյին, հիմի Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը պայմանավորված ռուսական նավթի տանկերը հանձնեցին Ամերիկային, հա, որ գնացին վերցին բերին։ Ասենք, այդ գրառում անողը հիմի պետք է ասի Պուտինն ու Թրամփ պայմանավորված ռուսական տանկերը գողացան։ Կարող եք նման արտահայտություն անել։ Եթե կանեք, արեք։ Բայց ինչ հաշվարկ ունի Ամերիկան։ Հիմա տեսեք, ասում է Գրենլանդիան պետք է վերցնեն, օրինակ Թրամփը, չէ, ասում է, դա ոչ ժողովուրդ, դա արդեն օտար երկրի հանդեպ բան է։ Նախասիրություն է, որը դա հանցագործություն է։ Չէ, ասենք Ալիևը, որ ասում է Արևմտյան Ադրբեջան, մենք արդեն պետք է դրա համար Ալիևին դադի տված լինեինք, բայց չենք դադի տալի։ Իրենք մեզ դադի չեն կարողանում տա Արևմտյան Հայաստանի համար։ Տեսեք, իրենք մեզ դատի չեն տալի Արևմտյան Հայաստանի համար, որտեղ այդ Արևմտյան Հայաստան ասածը իրականություն է։ Այսինքն ոչ միայն Արևմտյան Հայաստան է դա, այլ Հայաստան է։ Մենք դրա փաստաթուղթ ունենք միջազգային եւ պատմական։ Հիմա ինչ է անում Ամերիկան, դառնանք նորից Ամերիկային։ Ասենք, եթե ինքը Մադուրոյի դեպքից հետո, ռուսական տանկերից հետո, հասկանում եք, Պարսկաստանում սարսափելի վիճակ է։ Էլ ոչ մեկ չի կասկածում, որ Խոմեյնին կարող արդեն այս գիշեր թռնի Պուտինի մոտ։ Թե Պուտինի մոտ ինչ են կորցրել, այդ անպաշտպանի մոտ։ Կարող է կոմպլեկտ Պուտինին, այդ Պարսկաստանի այդ Խոմեյնին, այդ Ասադին կարող է միանգամից վերցնեն։ Մի գիշերվա մեջ, եթե պետք լինի, հանգարց իրանք մի սենյակում մի օր հավաքվեն։ Ասենք տեղեկություն լինի, էլի։ Հասկանում եք։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Երբ որ ինքը մի հատ Գրենլանդիայի հետ կապված, ասենք Թրամփ, էլի, ասում ապուշ ասում, հենց պետք է տանեն վերցնենք, բանանենք, կեսանենք, կարող է Դանիայի իշխանությունները ասենք տեղի տան, ասեն էս կարող է, էլի, մտներով անցնի, ինչ պետք է անենք։ Եկեք Ամերիկայի հետ մի հատ պայմանագիր կապենք։ Մեր Գրենլանդիան, ասենք իրենք էլ թող օգտվեն։ Ու դա Ամերիկային ձեռք տա։ Հասկանում եք, կամ Եվրոպային, ասենք,
այնքան փափուկ ձևով ասում են, ախր դու էլ ունես էլի պաշտպանության համար ծախսեր կան էլի, բեր, ինչ է 2% տալի, դու էլ մեր չափ դիր։ Թռամն ասած է գնացեք ձեր հերն անիծես, ես ձեզ տեր չեմ, գնացեք բան, Ռուսաստանն էլ արդեն Ուկրաինայի վրա հարձակվել էր, սրանք հասկացան, որ եթե Թրամփ տեր չկանգնի, ճաղելով կգա Լեհաստան կմտնի ու կգա առաջ։ Ոնց որ Հայկ Բժշկյանը, չէ՞, ասած ճաղելով մտել էր, եկել էր հասել էր, պայմանավորվեցին, որ չնայած դա Հայկ Բժշկյանն էր, գայն էր, որը հազար զորավար էր, ցավոք սրտի Լենինին էր ծառայում։ Բայց կա այդ օրինակը, ինքը ճիշտ է հայ գեներալ էր, բայց բոլշևիկյան Ռուսաստանի գեներալ էր, էլի, որ ասենց ճաղել էր եկել հասել էր Գերմանիա։ Չեն կարող անդեմն առնել։ Այսինքն Ամերիկային պետք է մի Թրամփ, որ ինքը ոչ ժողովրդավար աշխարհի ոչ ժողովրդավար պետությունների ղեկավարների հետ խոսի իրենց լեզվով։ Վաղը չեմ ուսոր, որ Թրամփը չլինի, Ամերիկան հաստատ Նորվեգիայից էլ, ճիշտ եմ, Դանիայից, բանից, Կանադայից էլ ներողություն են խնդրելու Թրամփի այս արդյունքը, բայց ասեն, բայց ասեն, դե դա Թրամփն էր, կներեք, ասեց գնաց, դա ու մենք չէինք, բայց իրականում Թրամփը Ամերիկայի համար է անում, այն որ ինքը Իսրայելի վարչապետին պարտադրեց ներողություն խնդրի, դա ինքը իր ծրագիրը չէր, իրան որ մնաք ասեր շարունակեք, լավ եք անում, հասկանաք, իր փեսեն իր վրա լուրջ ազդեցություն ունի։ Հրեա է, գիտենք, Թրամփի փեսան։ Այսինքն Ամերիկայում, որ իրականում Ամերիկայի, ասենք, գործողությունների պատասխանատունը մի հոգի չի։ Դրանք Թրամփին կասեն, այսօր այս խեղկատակությունը պետք է անես։ Վաղը այս խեղկատակությունը պետք է անես։ Թրամփն էլ այնքան քրեական գործեր կա իր գլխին թափած, չի կարող չի ընդհարգվել։ Այսինքն Թրամփը դարձել է ոչ ժողովրդավար գործիքը Ամերիկայի ձեռքին, որ կարողանա ոչ ժողովրդավար պետությունների բռնապետերի հետ խոսի։ Այսինքն Թրամփին Ամերիկան օգտագործում է, ոչ թե Պուտինն ու Թրամփը պայմանավորված այս բաներ են անում։ Պուտինը չկա, ընդհանրապես ծրագրում չկա։ Ժողովուրդ, ուրեմն այս ամեն ինչը արդեն այն ռեսուրսները էներգակիրների այդ ռեսուրսների փնտրտուքը արդեն դուրս են եկել երկրից դուրս։ Չինաստանը լուսնի հակառակ կողմի վրա արդեն տեխնիկա է իջեցրել, ընդեղից գրունտ են վերցրել ու հետ են բերել, հասկանում եք, Ամերիկան անգամ այդպես բան դեռ չի արել։ Դուք պատկերացնում եք, արդեն այնտեղ հելիում 3-ի, ասենք, պաշար են հայտնաբերել, որը շատ լուրջ էներգիա է կրում։ Այսինքն ինքը եթե գնաց այնտեղ այս չափ ու ձև արեց, վերցրեց, ինքը այնտեղից բերեց, ինքը էներգետիկ առումով առաջ է գնալու աշխարհի բոլոր երկրներից։ Այսինքն Ռուսաստան այնտեղ չկա, անգամ Ամերիկան լուսնի հակառակ 30 չկա։ Լուսնի վրա 6 պետություն սարք ունեն, որոնցից մեկը Չինաստանն է։ Դե ռուսներն արդեն այնտեղ կա սովետին, այդպես քցած մնացել է։ Բայց չինացիք անցել են լուսնի հակառակ 30, որ որից մեկին չի հաջողվել։ Հասկանում եք։ Այսօր Մարս մոլորակի շուրջը 3 արբանյակ է արհեստական պատտվում։ 3 տեզերանոց անդադար, որ երկիր մոլորակի շուրջը, ասենք մոտ 100,000 արհեստական արբանյակ է պատտվում։ Շուտով, ասենք մի 5-6 տարի հետո կդառնա 100,000 քանակը։ Պատկերացնում եք, ինչ քանակ է 100,000 թռչող բան է, անտենաներ կան երկիր մոլորակի շուրջը։ Մարսի շուրջ 3 հատ կա, որոնցից մեկը չինական է։ Ժողովուրդ, Չինաստանը արդեն լուրջ հայտ է ներկայացնում։ Ինչ Ռուսաստան, ինչ Պուտին։ Այդ Մարսի շուրջ պատտվող արբանյակներից մեկը ամերիկական է, մեկը չինական է, մեկը եվրոպական է։ Եվրոպացիները համատեղ են, իրաց տեզերական կառույցը համատեղ է գործում։ Այդ 3 Մարսի շուրջ պատտվող ունեն, Մարսի վրա տեխնիկաներ ունեն, որ Մարսի մեջ ռոբոտներ քայլում են, նկարում են, խաբար ուղարկում են այստեղ։ Իսկ լուսինը, որ ավելի խնդրեմ է մարդկության համար, լուսինը հակառակ էր մենակ Մենակ գնացել է բանը, չինացին։ Հատուկ մի արբանյակ են կողմն է տալ, որ կապ լինի, լուսնի հետևը գնում ես, կապը կորում է։ Լուսինը ստվերում է, չես կարող անտենաների հետ կապվես։ Մի հատ էլ այնտեղ բան է տարել, հասկանում եք, լուրջ քայլեր է անում։ Ասենք լուսնից եթե ինքը հելիում 3 բերեց, կարող է ռուսական ոչ նավթին, ոչ գազ, իրեն ոչ բան պետք չլինի։
Կռիվը ստեղ է որ Չինաստանին տնտեսապես խեղճացնի Ամերիկան, այդ դեզերքում իր այդ քյալը չտա։ Ճիշտ է, առաջատար բոլոր առումներով Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հեռու է գնացել։ Իր սարքերը արդեն արեգակնային համակարգից դուրս են եկել։ 50 տարի ճամփա են գնում։ Voyager-ները։ Կներեք, չեմ ուզում ասեմ, որ շատ բաներից եմ տեղյակ։ Ուզում ասեմ, կռիվը Ռուսաստանի ու Ամերիկայի մեջ չէ, Ռուսաստան այնքան փուճուր է իր հնարավորություններով։ Ինչ անեք չափերով մեծ է, որ այստեղ ուրիշ հակամարտություն կա։ Եվ այն միամիտներին, որ ասում են Թրամփն ու Պուտինը պայմանավորության, Պուտինը չկա, որից այդտեղ որից է բան պայմանավորվի։ Այն որ Չինաստանը ասեց պատրաստվեք, իր ներսում չէ, առաջի անգամ չինացիները շատ զուսպ են քաղաքական հայտարարություններ անում։ Բայց հայտարարությունն է, պատրաստվեք, բան է փոխվելու, այսինքն Ռուսաստանի հետ կապված։ Այսինքն իրենք պետք է մտնեն Ռուսաստան։ Այդ արտահայտությունը ստիպեց Ամերիկային, որ Ռուսաստանի վիճակը շատ չսեղմի, որովհետև հասկանում են, դին մարդը նայել դիտմամբ է արել այդ արտահայտությունը, որ պատերազմը ձգվի, որ Ռուսաստանը վերջնականապես հյուծվի, իսկապես միավորվելու հնարավորություն չունենա, որ մասնատվի։ Չինաստանը լինելով Ռուսաստանի դաշնակից, ինքը ուզում է, որ Ռուսաստանը այնքան հյուծվի, որ հետո գոյություն ունենալու, ասենք գոյատևելու հնարավորություն չունենա։ Դրա համար Ամերիկան իր հերթին, ոնց որ Ճապոնիային վերցրեց, Գերմանիային վերցրեց, համ ջարդեց, համ էլ վերցրեց իր թևի տակ, որտեղ ռուսները վերցնում էին։ Հիմա Չինաստանն է դա անում։ Ինքը Ռուսաստանին հաղթել է ու վերցրել ձեռքի տակ, որ եթե Չինաստանը չտանի։ Այս կռիվն է գնում։ Իսկ Հայաստանի հետ կապված, երբ որ Պարսկաստանի հարցերը լուծեցին, Թուրքիան իսկապես դառնում է անիմաստ։ Իսկ Թուրքիայի հարցերը լուծելու համար հայկական հարցն է ամենահիմնավոր խնդիրը, որ թղթի վրա գրված է։ Իսկ այդ հարցի պատասխանատուն հիմնականում Վիլսոնի իրավարար վճռով առաջնորդվում է Բևերը։ Երբ որ հերթը հասավ Թուրքիային լուրջ հարված հասցնելու, հավատացեք Ամերիկան փնտրելու է Բևերին գտնի։ Լավ կլինի հայ ժողովուրդը գտնի Բևերին։ Ոչ մի ռուսահպատակ, ոչ մի թուրքահպատակ։ Չնայած կարող է ժամանակ իրանք փորձեն փոխվել, իրենք էլ սկսեն մերպես Վիլսոնի իրավարար վճռից խոսեն, որ հիմա ասում են երազանք է, ժամկետ անց է, հասկանու՞մ, չէ՞, բոլոր պուտինականները տենց են մտածում։ Ժամկետ անց է, կարևորը Մոսկվան պայմանագիրն է, որով Հայաստանը ոչնչացվել է։ Դրա համար, Ժողովուրդ ջան, ազգայինը զարգացրեք։ Ազգայինը։ Դուք աջակցեք Բևերին, որ այն լուրջ մարդիկ տենան պետությունները, որ եթե Թուրքիայի դեմ պետություն ձևավորեն, որ սանձի Թուրքիային, դա Հայաստանը լինի։ Ոչ թե խորանան Քրդստանի վրա։ Ասեն, այս սրանք կազմակերպված են, այս սրանք դες ազգայինի միջև վերջ պահում են հենց ազգայինը։ Սրանք չեն կոդրվում։ Մինգեք Նիկոլի խելքին, մինգեք Ռոբերտի, Տաշիր Սամոյի, չգիտեմ ես իմ խելքին։ Աշխարհը այսպես է կառուցված։ Չգիտեմ որքանով կարողացա բացատրել։ Էլ չգրեք Պուտինն ու բանը Թրամփը պայմանավորված սրան փուրը տվին։ Ամոթ է։ Մնաք խաղաղությամբ։